Փետրվարի 2-ի երեկոյան Արմենիա բժշկական կենտրոնի բակում արտառոց իրավիճակ էր։ Բժշկական կենտրոնը հրաժարվում էր ընդունել 2 անգիտակից քաղաքացիներին, իսկ շտապօգնության բժիշկները ստիպված էին բաց երկնքի տակ պահել Հիպոկրատի երդումը։ Մինչ հանրությունը քննադատում էր հիվանդանոցի անտարբերությունը, Առողջապահության նախարարությունը շտապեց հանդես գալ պարզաբանմամբ։ Նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատերյանը հայտարարեց. տեսանյութով ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը։ Ըստ նախարարության, տղամարդիկ րոպեներ անց թափվել ու իրենց ոտքով հեռացել են դեպքի վայրից։ Այս բացատրությունը ոչ միայն չի հանդարտեցնում կրքերը, այլև նոր հարցեր է առաջացնում առողջապահության մասնագետների մոտ։ Այստեղ խախտվել է բազմաթիվ բժշկական օգնության և սպասարկման օրենքով և այլ ենթաօրենսդրական ակտերով գործառույթներ։ Հիվանդին ինչու եք շտապօգնության մեքենայի մեջ ախտորոշում, եթե դուք ունեք ընդունարան։ Բազմապրոֆիլ հիվանդանոցում հիվանդը պետք է ընդունարանում հետազոտվեր, դրվեր կլինիկական ախտորոշում, այնուհետ որոշվեր նախ ալկոհոլիզմը, քրոնիկ ալկոհոլիզմը դա ախտորոշում է։ Հայաստանի Հանրապետությունում կա նարկոլոգիական ծառայություն, այնուհետև կորոշվեր, եթե խնդիրը միայն ալկոհոլիզմն է, ապա հիվանդների բուժման շարունակականությունը ապահովելու։ Պողոսյանը հիշեցնում է, ալկոհոլի հոտը դեռ չի նշանակում, որ մարդը բուժօգնության կարիք չունի, եւ բերում է սեփական փորձից մի օրինակ, որը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Քաղաքացին վերադարձել էր Հայաստան, խնջույքի ժամանակ 2 բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո սրտի սուր նոպայով տարել էին հայտնի բժշկական կենտրոնը նույն ոճով մեքենայի մեջ, դեմքը չէին ճանաչել, որովհետև նա եղել էր արտերկրում ապրող, տեսել էին, ասել էին, սա նարկոլոգիայի հիվանդ է։ Իմ միջոցներով, երբ որ հիվանդին միջնորդությամբ տեղափոխվեց Նոր Քմարաշ բժշկական կենտրոն, պարզվեց, որ ունի սուր ինֆարկտի լուրջ խնդիրներ եւ հիվանդը բաց սրտի վիրահատություն տարավ այնտեղ։ Այսինքն մենք բաց էինք թողնելու հիվանդի կարևորագույն ախտորոշումը մենակ նրա համար, որ ալկոհոլի հոտ է գալիս։ Բայց խնդիրը միայն ախտորոշման մեջ չէ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն Արմենիա բժշկական կենտրոնը նախարարության կողմից թերֆինանսավորվել է ավելի քան 100 միլիոն դրամով։ Արդյոք սա է պատճառը, որ բժիշկները դժկամությամբ են հոսպիտալացնում անգիտակից հիվանդներին։ Ես օրինակ երեք տեղեկություն ունեի, որ հենց նույն Արմենիա բժշկական կենտրոնին Առողջապահության նախարարությունը թերֆինանսավորում է արել շուրջ 100 միլիոնից ավել գումարով։ Եվ եղել է դիսպեչերականի ժամանակ, այսպես ասած, հորդոր բժիշկներին, որ ավելի ակտիվ չգտնվեն հիվանդների հոսպիտալացման հետ կապված։ Մինչ նախարարությունը վստահեցնում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, փաստացի պատկերը հակառակն է հուշում։ Ով է մեղավոր՝ շտապօգնության բժիշկը, որն իզուր է տեղափոխել հիվանդին, թե հիվանդանոցը, որն արդեն դեմքով ճանաչելով փակում է դռները բուժառուի առաջ։ Հարցը մնում է բաց, իսկ լռությունը տագնապալի։